Հաճախ ենք հարցնում, էլի ոնց մենք հայերս սենց հետ գլորվեցինք էլի։ Անգրագիտությունը դարձավ մեր համար հայը դարավ անգրագետի հոմանիշ։ Հայը զզվում է հայից, հայը չի ուզում հայի հետ շփվի, ամաչում է։ Այ խնդրեմ, մի օրվա տարբերությամբ երկու հիմարություն ինձ ուղարկեցին, որ լսեցի։ Մեկը բան էս, ինչ էր, Արայիկ Սարգսյան, նկարները տեսնում եք, այն մյուսն էլ Վլադիմիր Պողոսյան, նրա զրույցը Նիկոլայ Պլատոշկինի հետ։ Եկեք հիմա մի բան լսենք, այս Արայիկի բարբաջանքից, հետո շարունակեմ։ Եթե չլնեին հայերը, ռուսները հիմա գերմաներեն էին խոսել։ Հիմա բազան վերսեք ու տեղեք ստեղ։ Լսեցիք։ Այ մարդ, որ դաստիարակում է նոր անգրագետների, մարդ, ով կրթում է նոր տգիտություն, տարածում նոր թեզեր, անգրագիտական, այս համացանց ունի մի բացասական կողմ, կներեք, չկա նախարարություն, չկա մարդկանց ակրեդիտացիա, որ դուք տեստես ով այդ խոսափողին մոտիկանում և ինչերա դուրս տալիս։ Ես բան ասեմ, հետևորդ և Արայիկ Սարգսյան, երբ որ թուրքը մտավ, բան, Ալեքսանդրապոլ, Լենինական կամ Գյումրի, մտավ, գրավեց Հայաստանը, դու եթե ռուսը չլիներ, կարող այսօր Ալեքսանդրապոլը լիներ Գյումրին բան, Քեմալաբադ, Քեմալ նայեկել, գրավել Քեմալաբադ դներ անունը։ Կարող է այսօր էջմիածինն էլ մտնեին գրաված լինեին, էջմիածնում էլ նամազ կարդային, ոնց որ Սուրբ Սոֆիայում են կարդում նամազ, էլի։ Չգիտես, դու պարտվել ես, դու պարտված պորոտախոս ես, որ ասում ես հայը չլիներ, ռուսը կխոսար գերմաներեն։ Եթե սա ասեր ամերիկացին իր լենդ-լիզով, էլի մի բան է, էլի տնտեսապես օգնել է։ Բայց դու, լսիր, այս ձևի թեզեր ես տարածում, որ նոր տգետ դաստիարակես։ Տգետ դաստիարակես, որ կանգնում աշխարհին ասում է մետրոն հորինել է հայը։ Այ քո նման մի ապուշ խոսացել է։ Քո նման մի ապուշ մտցրեց թեզ, որ հայն է հորինել միջուկային զենքը։ Հայը չլներ ատոմային զենքը, հասկանում ես, նա չգիտի էլ, որ ով է հորինել ընդհանրապես զենքը։ Դու գիտես, որ Ռուսաստանը դա մի երկիր է, որ երբեք չի լինի գրավել։ Ռուսը միշտ կխոսա ռուսերեն։ Ես լավոնական ազգի հետ նկատի չունեմ։ Դու գիտես անգրագետ, որ նույն ցարական ընտանիքը Ռամանովների որ կար, որ այդ ընտանիքը գենետիկորեն գերմանացիներ են եղել։ Գերմանացի։ Նրանց դինաստիան Գոլշտեյն Գոթորն։ Նրանց գենն է գերակշռող եղել, Եկատերինան եկել է եղել է գերմանացի։ Նույն Նիկոլայ երկրորդի կինը, վերջի կայսրի, էլի, ևս եղել է գերմանացի։ Անուն ազգանունը, տեսեք, Լուիզա Բեատրիչի Գեսեմ Դերմշտադսկայա։ Գերմանացի այնտեղ ավելի շատ են եղել, բայց խոսացել են ռուսերեն։ Այդ նույն կայսրությունը պատերազմում էր գերմանացու դեմ առաջին համաշխարհայինում։ Դու հերիքը անգրագիտություն տարածես մյուս անգրագետների մոտ ու կրթես նոր անգրագետների։ Արայիկ Սարգսյան, դու գիտես, որ օրինակ նույն ռուսը, ինչպես եւ չինացին, պարսիկը դրանք ազգեր են, ինչպես եւ բրիտանացին, օտարին սարքում են ռուս, բրիտանացի, չինացի։ Վերցեք նույն Յուսուպով ազգանունը, դա ամենահարուստ ընտանիքն է եղել հեղափոխության բոլշևիկյան այդ հեղափոխությունից առաջ, կայսրության վերջում, ով մարդ, ովքեր տանը սպանեցին բանին, Ռասպուտինին, նա եղել է թաթար, Յուսուպ, նրանք թաթարական այդ մնացորդներ են եղել, որ հետո դարձել են ազնվականության մի մաս, ինչպես եւ նույն Կուտուզովը, Քյունդուզ, Շերեմետևը, պարսկական թևը։ Սա այս մարդիկ, որ եկել են, չեն բերել իրանց լեզուն հետները, այ տխմար։ Նրանք ռուսացել են, դրա համար այս հիմարությունը հերիքա խոսած։ Դու տես այսօր քո հայրենն է ավելի, այդ արևմտյանը մտած է այսօր քո բառերի մի լավ մասը թուրքերեն է։ Քո խոսքի մեջ է թուրքերեն լեզուն ավելի գերակշռում։ Ու այս ձևի մարդիկ ունեն լսարան, այս ձևի մարդկանց հենց
գիտեք այն հայի տականք տեսակը սարքում է հային ավելի տականք, տալիս է սրանց եթեր, տալիս է սրանց ֆինանսավորում։ Դրա համար որ Արտուրը Համբարձումյան մի ճիշտ բան է ասում է դուք Թուրքին եք մեղադրում, բայց Թուրքին դուք մաստեր կլաս կարող եք տակ, ոնց հային կործանեք, ոնց հային ջնջեք, տգիտությունը տարածեք, անգրագետացնեք, ոնց հայը արտագաղթի երկրից, սպիտակ ցեղասպանություն անեք, գենոցիդ անեք, որ Քոչարյանը կանգնած Քյավառցիքին ասում է, տես Նիկոլը ճամփեն փակում է, իմ ժամանակով դուք արտագաղթում եք Ռուսաստան, գնում եք։ Դրա համար թուրքը պետք է գա այս սենսներից սովորի, թե ոնց կարող ես անգրագիտացես, տգիտացես, հետո բնաջնջես։ Սահմանները հանեք սիկտիր արեք զորքը, հա հանեք սիկտիր արեք, ով է ձեզ պաշտպանելու։ Այսօր իշխանությունը տնկած աշխարհով մեկ Եվրոպաներով դռներա ծեծում, եկեք օգնեք թուրքը գալիս է մեզի կներեք ծծցնի։ 100 տարի է մեզ ողբում եք ստեղ այնտեղ, թե ոնց է ձեզ թուրքը սրի քաշել։ Ու էլի նույնը շարունակում, էլի զորքը հանեք։ Մենք կկռվենք, Վլադիմիր Պողոսյան, այսօր դրան է կհասնեմ։ Միանգամից ոնց որ ձեն էին տվել։ Վլադիմիր Պողոսյան, դու ռուսերեն լեզվով որ ինձ առավոտից հենց ուղարկեցին, ասին Կոստյալը նայիր, արա իմ ծանոթներ, էս ինչերը անում ես անասունը։ Ես երեք որ ձայնագրեի, միգուցե ցենզուրայի այդ բանը Սանդղակը շատ խփեր վերև հայհոյանքներով, էլի ես չէի կարող, ես էմոցիոնալ լսում ես արա ոնց որ բայղուշ կնիկ լիներ։ Բայղուշ, իրան թվում էր իր դեմը նստած է, գցենք Նոյան Տապանի խոտ արածող 4-րդ դասարանի ծխական դպրոցի, ասենց ինչ որ մի հատ լրագրող, էլի։ Նա պրոֆեսիոնալ դիվանագետ, լսիր։ Դու ինչ ասեմ, խոսում, գիտեք, այն բազարնայա բաբա ռուսերեն կա, էլի։ Բացում տակ հետո կարդում ես կոմենտարյաները, ու այս եթերը հասանելի է, գցենք մոտ 250 միլիոն մարդու ռուսերեն լեզվով ու խայտարակվում է հայը կրկին լսում է նորմալ հայը ասում է արա մենք հերիք չի բարոյական արդեն պարտությունները տանենք սա բարոյական պարտություններ այն ընկերս լավ ասեց ասում հələ նայ Պլատոշկինը ասում է քաքեց դեմքին Պլատոշկինը մի մարդ դուք շատերը ծանոթ եք էլի որ միշտ եղել է հայամետ այս մարդը միշտ դատապարտել է Այսօրվա Կրեմլի քաղաքականությունը կապված Հայաստանի նկատմամբ, տարբեր հարթակներում, բայց այս ապուշը տեղափոխեց այնց մի դաշտ, լրիվ այնց մի դաշտ, չհասկանալով, որ ռուսը ունի մի բան, мы своих не бросаем, այս մի բան ունի ռուսը, своих не бросать, ինչքան էլ լինի, գցենք, սխալ, ինքը իրա, ազգակցին չի քցի ոչ միտեղ, իսկ դուք հայերը նստած տեսնում եք, որտեղ լրագրող լինի, ամերիկացի լինի, պարսիկ լինի, չինացի լինի, որտեղ կանգնեն իրար քցենք, օտարի լեզվով քցենք, օտար լսարանի առաջ, ու դրա համար Պլատոշկինը շատ լավ անցավ արդեն լրիվ ուրիշ ֆորմատի գնաց, նա ասում է դու չգիտես, ես դատված եմ եղել, ես ընդդիմադիր եմ, ես տնային կալանքում եմ եղել, ես այս մարդը ընդդիմադիր գործիչ է այսօր, որ ամեն ձևով իրան իշխանությունը գցենք փորձել է մեկուսացնի, որ ընդհանրապես ընտրությունների չմասնակցի, քրեական գործն էլ կապեցին գլխին։ Ըստ իրանց օրենքի քրեական անցյալ ունեցողը չի կարող քաղաքականության մեջ տեղ ունենա։ Իրանց մոտ մեր նման չի էլի, որ ԽՍՀՄ-ի ժամանակ բռնաբարության համար դատված Գագիկ Ծառուկյանը դառնար քաղաքական կուսակցության իրանց մոտ ուրիշ է։ Կուսակցության նախագահ ու նստած խոսում է կրկին անգրագիտություն մենք չենք պարտվել մեր բանակը չի պարտվել մեր դեմ 4 երկիր է կռվել Վլադիմիր Պողոսյան որ Իսրայելը քո դեմ կռվեր ես չգիտեմ Իսրայել կա Մոսադը մի օր կգա քո հետևից որ արդարացնում ես հոլոկոստը Հիտլերը ափսոս չկարողացավ վերջնական ջնջի էլի Մոսադը նենց կառույց է, որ լսիր, նա գնում էր նացիստական հանցագործներից, Բրազիլիա կար, Չիլի կար, որտեղից ասես գնում թաքուն փախցնում բերում էին։ Բագաժ էին տալիս սամալյոտի մեջ, գցենք այնտեղ շամպես ուղարկում Իսրայել դատում։
Որ մի օր կարող է գան քեզ քո կնոջ ծոցից հանեն, տանել Իսրայել։ Իսրայելական բանակի հետ դու խաղ ես անում, արա։ Այսօր ցաղեց արաբական աշխարհին, հենա տեսնում ես, Պարսկաստանի վրա է հարձակվում։ Նրա բանակը քո հետ կռվել, լսի դու ավելի այս շրջությունները, որ տարածում եք, արդարացնելով ձեր կաշառակերությունը, Վլադիմիր Պողոսյան։ Դու պետք է ինքնասպան լինեի, դու եթե ունենար ռուսի թասիբը, դու ռուսին ես բան ասում, նրա գեներալները պարտվելուց հետո ինքնասպան են եղել, նրանց այդ նախարար ունեին, արա եկան շքանշանները տանեն, մեդալները, մարդը ինքնասպան եղավ։ Արայից դուք երկիրը հանձնել եք, դարել եք պոլիտ պրոստիտուտք եք, զինվորական։ Դու են Տիկին Սամվել Բաբայանը, են բանը Արշակ Կարապետյան, Վաղարշակը, բանը վերմոտ պարտված զորավարը դառնում է պոլիտիկ։ Լսի մենք ինչի պարտվեցինք, մենք չենք պարտվել։ Մենք պարտվել ենք, որտեղ դուք շատ եք լափել։ Պորնիկներ։ Որտեղ բանակի սկսվելու օրվանից են դեգեներատ դավալեցից պարապետի օրվանից բանակը բռնաբարում եք։ Ինչ կար չկար, քանդեցիք տարակ գրաված հողերից են, հողի մեջի կանալիզացիայի տրուբից բռնած միջև հերագրասյան պրովոդները։ Ալումին պղնջ, ինչ կար կերա կարա հետո բանակն եք ուտում, միջև վերջի րոպեն ուտում։ Ու մեղավորը ով է, 4 բանակ էր մեր հետ կրվում։ Տգետ, դու միջև մա չգիտես, որ պատերազմը հաղթում է զենքը, տեխնոլոգիա, այլ ոչ թե տապոնացու պես դուխով ազգ ոչ մեկ չլինի, վիժվածք, բայց պարտվեցին միջուկային զենքին, տեխնոլոգիան հաղթեց, ոչ թե դուխը, ոնց որ հիմա մի հատ շեղվեն, վերջերս ուղարկեցին, են խեռախորոբ դիրիժորի, մի հատ եթեր, հայը ունի ավելի հզոր զենք, քան միջուկային զենքն ատոմային, ասում եմ, ես ինչ եշություն են, ինձ ուղարկում են, ասում են, կոս, լսի, հայի գենը, ուզում էի ասեի, այ տխմար, լսի, ճապոնացու գենը, արա դուք գիտես ինչ է, արա նրանք ինքնասպան են լինում, չէին հանձնվում, բայց զենքը, ատոմային զենքը հաղթեց, տեխնոլոգիան հաղթեց Ճապոնիային, այ վիժված, դուք հերիք չի կրթեք նոր ապուշների, պետք է լինի մի հատ ինչ-որ մարմին, որը ակրեդիտացիա անցնի այս ձևի բլոգերներին, այս ձևի մարդիկ, ովքեր հասարակության հետ խոսում են։ Վլադիմիր Պողոսյան, դու որ ասում ես մենք 44 օրում, լսի 44 օրում Ադրբեջանը լսի տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետրեր է գրավել։ Ես հիմա անուններով չեմ հիշի, թե ինչքան է, եկա Ղարաբաղից ինչ մնաց, են իրա 7 շրջանները գրավեց, մտավ արդեն Արցախի հանրապետություններ գրավեց, արա, Հադրութ ընդեղից խլեց, արա Շուշին գրավեց, դուք մենակ գլուխ գովալով մեր ազգը, նստի, այսինքն Վլադիմիր Պողոսյաններ, պրոպագանդիստներ, նստեն հիմարություններով բանան են, տես դու չես մեղավոր, դու Աստծո ընտրյալ ազգն ես, պրոստը հրյանա մեղավոր, հրյան էր թալանում քո բանակը, հրյան եկավ այդ նույն բեսպիլոտնիկը քեզ էլ առաջարկեց, այ պոռնկածին երևույթ, ինչի չարար, ես հիմա մի բան պատմեմ, երբ որ Կոստանդնապոլիսը պարտվեց, Ստամբուլը, որ այսօր կա, էլի, Բյուզանդիան, պարտվեց տեխնիկապես, Օսմանյան կայսրությունը հենց հզոր թնդանոթ ուներ, որ ավերեց նրա ամրոցները, պարիսպները, էլի, Կոստանդնապոլսի, բայց ինչն է հետաքրքիր, այդ նույն մետալուրգը, կարծեմ խարվատ է եղել, թե Բասնիից, էլի, գնացել է առաջինը Կոստանդին կայսրին է ասել, վերջի կայսրն էլ է Կոնստանտին եղել, որ մեծ թնդանոթներ, ես ունեմ այս տեխնոլոգիան, կարող եմ ձուլեմ ավելի հզոր թնդանոթ, էլի, դրամաչափի, ասել է փող չկա, սիկտիր եղի, Աստված է մեզ պաշտպանում, ավելի լավ է մենք ադամանդներ, ռուբիններ սարքենք ընդեղ տերտերի հայդեր բաներ, այդ գավազաններ, գահեր սարքենք մեզ ադամանդապատ, բայց զենքի վրա փող չդնենք, հետո գնաց այդ նույն մետալուրգը Օսմանյան կայսրություն, ասեց սենց ես տեխնոլոգիա եմ, ուզում ես քո համար սարքեմ, ասեց արի, քյարդաշ, արի սարքի, սարքեց ու գնաց այդ թնդանոթով գրավեց Կոստանդնապոլիսը, տեխնոլոգիան, հասկանում ես, ոնց որ այսօր քեզ էր առաջարկել Իսրայելը, ասել էր, այդքան փող տամ առնեմ, մենակը գնամ ինձ մի քանի հատ գլենդելում տուն կառնենք մեզ, բեսպիլոտնիկ առնենք։ Դրա համար պարտվեց Կոստանդնապոլիսը, տեխնիկապես, տեխնոլոգիան է հաղթում, մեծ թնդանոթ։
կրթեք ժողովրդին, ճիշտ է ասեք, այլ ոչ թե ասեք, մենք հաղթեցինք, ջհուդն էր մեղավոր։ Իսրայելական բանակ, արա իսրայելական բանակը որ կռվեր դու այսօր բանում կլիներ երևի, փախած կլիներ, Պարսկաստան փախկված կլիներ։ Որ իսրայելական բանակը քո հետ կռվեր։ Այս սենց եք կարդում արա նոր տխմարների, որ մարդ ամաչում է, մարդ լսում է միտքը, մեր երիտասարդի, մեր մտավորական ընդհանրապես չկա, այստեղ մտավորականություն չկա մեր մոտ։ Լսում ես դրանց մակարդակը ոնց են խոսում, որտեվ լսում են ձեր նման, դուք եք դարձել ավտորիտետ, հասկանում եք, այս սրանք են, հայտականք տեսակները, որ նշտեհը ասում է։ Ես շատ անգամ մարդկանց գրում եմ նամակ, ասում եմ եղբայր, հերիքա գրես այդ բառերը, անուններ ասա, ազգը պետք է ճանաչի իր ատականքներին։ Ով է ազգին արջի լավություն անում, ավելի տգիտացնում գովելով։ Օ, դու ունես գեն, ասում է, որ ատոմային զենքից ուժեղ է։ Դու ինստիտուտ մի սովորի, դու մի կրթվի, դու նոբելյան մրցանակներ մի ստացի, գիտություն մի գնա, քո գենը հերիքա որ դու ունես։ Դու ծնվել ես արդեն Հարվարդի դիպլոմը, մորդ մեջից դուրս թռարեն, բան, տատմոր ձեռում ես արդեն իմացիր, այնտեղ տախտակի վրան խփած է արդեն Հարվարդի դիպլոմը կամ Քեմբրիջի։ Այս հենց որ խոսան, այս դեգեներատներ, խերախորոպ դիրիժոր, այսինքն սա խերախորոպ են, լրիվ։ Սրանց կարելի է ամսական մրցանակ բան սենց անցկացնել էլի ամսվա կամ շաբաթվա խերախորոպը, տարվա խերախորոպը, հայի տականք տեսակը։ Տականք, որ դաստիարակում են նոր տգետների, որ հեշտ իշխեն։ Նայում ես, ջհուդն է մեղավոր, նույն ես Վլադիմիր Պողոսյան, արա, այս մակարդակը խոսում էր բանի հետ, բանի, Պլատոշկինի հետ։ Այն ինչեր էր խոսում, լսեք, այնքան հիմարություն։ Նա ասում է, լսի, դու չճանաչեցիր Արցախը, ես խի պետքա գամ Արցախ պաշտպանեմ։ Խոսքը շուռ է տալիս բան, միացնում է երկու պատերազմը իրար։ Նույն սահմանագիծը Ադրբեջան այնքան խելոք է, քո սահմանի վրա հաստ գծով է գնում հայ-ադրբեջանական սահմանը։ Հաստ գծի որ մասնա, դու դելիմիտացիա ես, ինքը զորքով եկավ, այսենց մոտիկացավ, շատ խորամանկ ձևով։ Այն հանճարը, որ կա Ադրբեջան, օրինակ նույն Իլհամ Ալիևի գլխում, ես հասկանում եմ մարդու մտքի վեկտորը։ Ոնց կարողացավ սարքի երկիր, այսօր ֆորմուլա 1 են ընդեղ անցկացնում, այդ բանը ռալի տեղը ունեն իրանք այդ տրասան։ Այսօր այդ երկիրը նայում ես ինչ արել, աշխարհում տարածաշրջանում խաղացողա դարձել։ Ինտելեկտ կա որտեվ, բանակը նայում ես հավեսը գալիս է քայլելուց, տեխնոլոգիան, ամեն երկրից ամենալավագույն զենքն է առել։ Որտեղ լավագույնը կար, սարքելա բանակ, իսկ դու քո բանակի համար Վլադիմիր Պողոսյան մի հատ զրահաբաճկոն, բրոնի ժիլետ չէի կարել, արա։ Խաչը դրել եք հակաօդային պաշտպանություն, մերոնն եք քսել եք զինվորի գլխին, որ բան լներ, էս էլ բանա, բրոնի ժիլետն է։ Դրա համար է պարտվել, գոնե թասիբով պարտվել իմանանք, արա։ Ես կոմենտարիաները կարդում եմ ընդեղ հաղորդումից հետո էլի ռուսալեզու, լսեք, այն ինչ խայտարակություն է, այն ինչ են գցում, այն ինչ օրն ենք ընկեմ ենք։ Կրկին բարոյական պարտություն, լսեք, մենք այս պարտությունների շքերթի վերջը երբ է գալու։ Վլադիմիր Պողոսյան, դու քո այդ եթերը հետո լսել ես, քո դուրը գալիս է, քո այդ անտակտ, բազարնի բաբա վիճակը, անընդհատ խոսում ես ոնց որ են կանարեիկա լինես, արա բանի մեջ, կամերի մեջ էլի կամ այն ճնճղուկը, երևի շատերը եք տեսել այդ հաչացող ճնճղուկին, այդ էր վիճակը։ Այն լրիվ հակառուսական այդ թեզերը տանեիր, այդ պրոպագանդան տանեիր, մարդու քաղաքական այդ մյուս գործի ես անունիմա չեմ հիշում, նրա չաղ լինելուն ինչի կպար, արա, այդ քո չաղ գեներալներին, հղի 9 ամսվա հղի այդ գեներալներիդ ինչի չես հիշում, Օգանովսկու այն բանը փորը խիչ ես հիշում, չաղ ասում, հա։ Խիչ ես ասում Սերժին Լոշտակ, Չեբուրաշկա։ Նստել ես այդ մարդու մոտ վիրավորում ես, լսի, ռուսը խոսք ունի, սվայիխ նի բրասայոտ, ինքը հայի նման ես, կներեք բոզզի վաստակ գեն չունի, որ հային կցի, հային խապի, հային է սրա մեջ, են որ Արտուրը լավ է ասում է, թուրքը պետք է գա ձեր մոտ մաստեր կլասի, թե ոնց հային կցեք, խապեք, սպանեք,
Русы своих не бросают, это մարդու դու լրիվ ուրիշ բան արեցիր, դու էթիկապես, դու դիվանագիտորեն սխալներ արեցիր, դու քո անգրագիտությունը ցույց տվեցիր։ Նույն բանը շատ դուրս եկա, որ դա բարձրացրեց Դրաստամատ Կանայանի հարցը։ Ես խնդիրա, որ ինձ հետևողները լսել է, հələ վաղուց որ ասում եմ, ինչքան Տոնոյանն է, պարտված պաշտպանության նախարար, այնքան էլ Դրաստամատ Կանայանը, առաջին հանրապետության պաշտպանության նախարար։ Ում օրոք Հայաստանը պարտվեց, թուրք եկավ Լեննագան, գրեց կապիտուլյացիա։ Բայց խենք ես մարդուն սարքել հերոս։ Դե նա ասում էի բանին է սարքեք հերոս, ո՞ց դիտեղ եք ասում եմ, ինչ էր Դավիթ Տոնոյանին։ Ազգային հերոս։ Մեր մոտ պարտված գեներալները դառնում են ազգային հերոսներ։ Պարտվել է բանը, Անդրանիկը ինչ է հաղթել, փախել էր բան այնտեղ, Ամերիկա դարել է ազգային հերոս։ Այս մշակույթը պարտված գեներալներին հերոսացնելը դա հələ հնուց է գալի, ես ես քննադատել եմ։ Նժդենը հերոս որ մնաց իր երկրում, իր հողում։ Իսկ նրանք փախան։ Դրա համար հիմա մեր մոտ փախելա գնացելա, ասելա Մոսկվա բանեն վաղարշակը, բանը, Արշակ Կարապետյանը, տես պոլիտիկա դարել։ Արա քեզ գլխից պետք է խփեի, դու Տրայնոյի կապիտուլյանտ ես։ 3 անգամ Ադրբեջանի կապիտուլյացիան ընդունել է Արցախի հետ իր բանակը, հողերը կորցրել։ Նիկոլի մոտ կապիտուլյացիան ընդունել է թռել է։ 3-րդ կապիտուլյացիան Լևոն Բաղդասարյանը ստորագրել է տվել Ղազագրեր իր զինվորներին։ Նրա դեմն է կապիտուլյացիա ընդունել։ Այսա է մեր մակարդակը։ Ու Պլատոշկինը շատ լավ ասեց, լսիր, մենք էլ ունեցել ենք բան։ Իրանց այդ ազգայնական, ինչ էր անունը։ Վլասով, բանը։ Վլասովը, հա։ Որ նրան մենք հերոս չենք սարքել։ Իսկ դուք ձեր գերմանացիների հետ համագործակցած Դրաստամատ Կանայանի սարքել եք հերոս։ Ձեր մոտ կա ձեր ազգի մոտ բարոյական ինչ-որ մի գիծ, Մարալնի կոդեքսի գիծ, մարդը շատ լավ հարց տվեց։ Նա հետո հանել է նույն հային, մյուս հայի դեմ զենք է տվել։ Ինչ եք հերոսացրել։ Դրա համար մեր մոտ չկա բարոյական արժեհամակարգ, որ խոսում են։ Շատերը խոսում են այդ արժեհամակարգից, բայց այդ արժեհամակարգը չկա, շատ լավ նշեց Պլատոշկինը։ Դարեց ու մեխեց։ Ուսա լսել ակցենք 250,000, 250 միլիոն լսարան ունեցող ռուսալեզու ժողովուրդները կլսեն ու կարծիք կկազմեն հայի արժեհամակարգի մասին։ Նա խոսում է բանից Դրաստամատ Կանայանից, սա ընդհանրացում է Նժդեի վրա, ասում արա ես Նժդեից բան չեմ խոսում, դալբայոբ, ես խոսում եմ Դրաստամատ Կանայանից, սա խոսում է Նժդեին, բա Նժդեին ինչ եք բան ասում։ Այս մարդը Նժդեին պաշտպանել է, դու գիտես։ Այս մարդը ասել է, որ Նժդեին ասել է, բանի համար չեն դատել նացիստների հետ համագործակցության։ Նա չի հակել համազգեստ նացիստի, իսկ բանը հակել է Դրաստամատ Կանայանը։ Նրանց այդ շևրոնները բանը իր վրա խփած մանայքել ու հայն է հագցրել։ Հետո ասում եք Ստալինը տարավ մեր պապերին Սիբիրներում, ողբում եք։ Շնորհակալություն ազգային հերոս Դրաստամատ Կանայանին։ Ու էս ամեն ինչը լսում է։ Ու էս մարդու հետ զրուցում է պրոպագանդիստ, ու ով դաստիարակում է նոր սերունդ, նոր արժեհամակարգ։ Ում լսում է այսօր մեր հասարակությունը։ Հասարակության մի մաս էլի։ Ինձ ասում եք, սրա վերջը ոնց պետք է տանք էլի, ոնց է էլի, խոսում ես մենակ։ Ասեք, ես խոսալուց բացի ես շատ զրույցներ եմ ունենում։ Իմ խոսալը կարող է շաբաթվա մեջ գցենք կես ժամ լինի, 40 րոպե։ Բայց օրական ես շատ մարդկանց հետ եմ շփվում։ Ու ես ասել եմ, որ խոսում եմ երրորդ ուժ։ Գիտեք, մենք պետք է ձևավորենք նոր հայերի, նոր հիմնադիր հայրերի ինստիտուտ ստեղծենք, որ այս ամեն ինչի վերջը տանք։ Պարկեշտ մարդկանցով համալրված, ազնիվ մարդկանցով, որ հիմք կդնեն նոր հայի տեսակին, կվերլուծեն այս մեր բոլոր խնդիրները։ Այս հիմնադիր հայրերին պետք է լսեք 1 միլիոն հայ, միլիոնավոր պետք է լսումներ լինի։
Այսօր ինպես չէ, որ ես նստած եմ մի քանի 100 կամ 1000 հոգի մարդ ա լսում, չգիտես ով քանի րոպե միջև վերջ թե առաջին 5 րոպեն, այլ որ այդ հիմնադիր հայրերը խոսեն, նրանց այդ եթերները, նրանց այդ հանդիպմանը մասնակցի ամբողջ հայությունը։ Ու նոր այս շարժումը, այս ինստիտուտը կձևավորի նոր Հայաստան, նոր երկիր, նոր հայ, նոր արժե համակարգ, նոր դիվանագիտություն, նոր իշխանություն։ Հասկացեք, այսօրվա այս տեխնոլոգիաների միջոցով սա բարդ չի։ Սա բարդ չի։ Այս րոպեին ես այս ցուցակում դեռևս ունեմ 3 պարկեշտ հայ։ Մի հոգին Միացյալ Նահանգներից է դեռևս չեք ճանաչում, դա մեր այնտեղի թևն է։ Ես նրա անունը չեմ տա, որտեվ չեք ճանաչի, օրը կգա կծանոթանաք։ Կան Արտաշես Ալեքսանյանը, դուք ծանոթ եք, ում հետ ես փորձում ենք այս հիմքը դնենք։ Մեզ հետ է Արտուր Համբարձումյանը, ում հետ ես շփումների մեջ ենք, եւ այս գաղափարը անընդհատ քննարկում ենք։ Մեզ պետք են եւս պարկեշտ մարդիկ։ Մարդիկ, ով կարող է իր ինտելեկտով լինի մեր կողքը, ով կա ֆինանսով, ով կա բարոյական աջակցությամբ, ամեն ձևով։ Հիշեք, պետք է ստեղծվեն լրատվականներ, ստեղծվեն կոմունիկացիայի միջոցներ հասարակության հետ խոսելու։ Պետք են խելացի մարդիկ, որ կարողանան ձեր հետ շփվեն, ձեզ բացատրեն, կրթված մարդիկ, ոչ թե այս քյաբաբչիների խոհանոցներում, այլ իսկապես կիրթ մարդիկ, աշխարհը ճանաչող, որ այս տգիտության ճիրաններից ազատեն հայ ժողովրդին ու տանեն դեպի լուսավոր ապագա։ Իսկ այս մնացած վախերը, որ ձեր մեջ տարածում են, հարազատներս, սրանք պարզապես տեխնոլոգիաներ են։ Տեխնոլոգիաներ մարդուն վախի մեջ պահելու եւ իշխելու։ Դա համար ես ոչինչից չեմ վախենում։ Ոչ թուրքն է մտնելու, թուրքին որ պետք լիներ մտնել, արդեն մտել էր։ Այստեղ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, սրանք ընդհանուր մի բան են, մաֆիա է, կամոռա է։ Տեսնում եք, իրար մենակ դատում են բանում, սենց ելույթներում, իրար վիրավորում ելույթներում, բայց վարակույրի ետևում իրար հետ հանդիպում, իրար հետ որոշում քաղաքականություն, իրար հետ որոշում, թե ով պետք է արժանի լինի ձևավորի նոր ազգային ժողով։ Տեսնում եք, դրա համար վախենալ պետք չի։ Իրանք սա վախեր են, որ ձեզ վախացնում են։ Տեսնում եք, Նիկոլ Փաշինյանը որոշել է, թե ով պետք է մտնի ազգային ժողով արդեն։ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան։ Արդեն ինքը որոշել է։ Դες նրանց է պատասխանում, նրանց լրատվամիջոցները նրանց են անդադ լուսաբանում։ Այսօր մի վախեցիք, այդ ամեն ինչը ձայներ փախցնելու ինստրումենտներ է։ Ու ես համոզված եմ, Ռուսաստանը եւս գիտի։ Կրեմլում հիմար մարդիկ երբեք նստած չեն։ Նրանք շատ լավ գիտեն, որ այս կաղ ձիերը ֆինիշի հասնող չեն։ Ոչ Գագիկ Ծառուկյան, ոչ Սամվել Կարապետյան, ոչ Ռոբերտ Քոչարյան։ Պարզապես հասարակությունը չի սիրում, իմ գովքը ստեղ կապ չունի։ Ես բարձրաձայնում եմ դառը ճշմարտությունը։ Դա է։ Այսօր հայը ավելի լավ ասում է, ես կընտրեմ անկեղծ թշնամուն, կհանձնվեմ, քանց թե կվերադառնամ այդ տականքի գիրկը։ Ռոբերտ Քոչարյան լինի, Սերժ Սարգսյան, թե Սամվել Կարապետյան։ Դե Սամվել Կարապետյան, Սերժ Սարգսյան դա մի մարմին է համարյա։ Դուք նայում եք ինչքան Սերժի ամբողջ բանը ընդեղ է։ Սա է իրականությունը դառը։ Ու միակ փրկությունը դա այդ հիմնադիր հայրերի այդ համակարգի ստեղծումն է, ինստիտուտը, ասենց ասած։ Շնորհակալություն, մի քիչ երկար եղավ այսօր, առայժմ։